Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անդինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնքահայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 14-ն է 2026 թվական։ Ընտրություններին մի քիչ ավելի ուշ կանրադառնամ, այսօր Երևանում էինք շրջայցերի էինք քարոզչական նպատակներով, բայց խոսենք այդ մասին, հիմա ուղղակի տեսնենք ճեպազորույցի ժամանակ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, որովհետև սա արդեն ոչ թե նախընտրական քարոզչության ձևով է ներկայացնում, այլ ճեպազորույց լրագրողների հետ իր տեսակետը որպես վարչապետ, բացի բնական է, որ նաև ապագայում ինչպես է պատկերացնում մեր երկրի զարգացման հետ կապված այս հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազորույցի ժամանակ ասել է, որ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը, հետևաբար եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն նշանակում է կաթվածահար է, չի գործում, ԵԱՏՄ-ն կաթվածահար չէ, նշանակում է ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Դե այնտեղ քանի որ ընդունվում է որոշումները կոնսենսուսով, ցանկացած անդամ, եթե որևէ ձևով արգելափակի, այդ օրենքները չեն ընդունվի, բայց հիմա ինքն այդ շատ բան է իր վրա վերցնում, եթե ես չուզենայի կաթվածահար կլիներ, իրան կարող են պարզապես դուրս հրավիրել, այնպես չի որ դրա պատճառով կարող են տուժի գործը, բայց խնդիրն այն չի, այսինքն կարող են կաթվածահար անել չենք անում, բայց ուզում են որ ԵԱՏՄ-ի հետ զարգանանք, այսինքն ապագան տեսնել այնուամենայնիվ ոչ միայն Եվրոպայի հետ, այլ Ռուսաստանի հետ, այլ նաև շարունակում հետ ուղղությամբ, նշանակում այն ինչի մասին, որ խոսվում էր փաստաթղթային ձևով կամ կազմակերպական հարցերը Եվրոպայի հետ որևէ նշանակություն չունի, որովհետև հարցը Եվրոպայի ԵԱՏՄ-ի հետ խորանալու մասին է խոսքը եւ ինքը ներկայացնում է որ այո նույնիսկ եթե ԵԱՏՄ-ին կարողանայի վատություն անել չեմ արել, դա նշանակում է որ ես ուզեցել եմ որ նրանց գործերը լավ գնա, բայց ով էր կասկածում դրանում։ Եվ մյուսն էլ Նիկոլ Փաշինյան լրագրողների հետ ճեպազորությունում արձագանքեց ընդդիմության հայտարարություններին նշելով, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ որևէ սրացման չեն գնա։ Փաշինյանի խոսքով իրենք քննադատող որոշ գործիչներ, այդ թվում Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչյանը փորձում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև լարվածություն առաջացնել։ Իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև էսկալացիա լինի, ինչ որ վիճաբանություն չի լինելու։ Այդ վիճաբանությունը մենք չենք վիճելու Ռուսաստանի հետ, ասաց Փաշինյանը։ Հայաստանը փոքր երկիր է եւ Ռուսաստանի հետ հակամարտությունը մեր մասշտաբը չէ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ է։ Այսինքն, ինչ հասկանանք, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, որովհետև Ռուսաստանը մեր մասշտաբը չէ վիճել, այսինքն մենք ինքնիշխան պետություն չենք։ Այն որ ասում էր մենք զոհեր տվեցինք, ավերածություններ եղավ, տարածքներ կորցրեցինք, որպեսզի անկախանանք, անկախացել ենք, բայց Ռուսաստանի հետ մեր մասշտաբը չի ներում, որ մենք նրա հետ վիճենք, ոչ մեկը չի ասում վիճի, եթե վիճելու թեմա չկա, բայց անընդհատ խոսք է գնում այն մասին, որ Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները չենք վատացնելու։ Խոսքը նաև չի գնում, որ դու կոնկրետ ուզենաս վատացնես։ Խոսքը նա եթե Ռուսաստանը անում է մի բան, որը հակասում է Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերին, դու Հայաստան պետության շահը պաշտպանելու ունակ ես, թե ոչ, ցանկություն ունես, թե ոչ։ Ամեն անգամ Ռուսաստանին ասել, որ Հայաստանում չի գտնվի որևէ գործիչ, որն ավելի հլու հնազանդ կծառայի Վլադիմիր Վլադիմիրիչին, մենք դա վաղուց գիտենք, դա նորություն չի։ Մենք դա 18 թվականից գիտենք, եւ որ պարբերաբար ասում են դե հերիքա էլի ինչ եք ուզում, մեզ մարդը հազիվ անկախություն ու հեղափոխություն ա բերել, մեկ է 23 թվականից հետո ասեց Ժորժ ջան, ուզում եմ ձեզ ասեմ, որ 5 տարի մենք դեռ ֆորպոստ էինք, այսինքն ֆորպոստի կառավարիչ բա ինչպես դարձար, ով թույլ տվեց։ Դու ֆորպոստի կառավարիչ կարող էիր դառնալ առանց Պուտինի համաձայնության, իսկ եթե առանց Պուտինի համաձայնության հեղափոխություն ես արել, ոնց կարող ես դու նրան բարեկամ ու եղբայր համարել։ Եթե մեկից պոկվելու համար պետք է հեղափոխություն անել, պետք է զոհեր տալ, ավերածություններ լինել,
կորուստներ ունենայինք մարդկային նյութական տարածքային եւ մեկ էլ արդյունքում մնայինք բարեկամ Ռուսաստանի հետ, որևէ մեկը այս բանին հավատում է, բա դրա համար չենք հավատում, էլի, բա դրա համար ասում ենք, որ այն ուժերը, որոնք որ ասում են Հայաստանը տանում են Ռուսաստանի հետ ավելի սերտ բարեկամության, նրանք Հայաստանին անում են բառիս բուն իմաստով թշնամություն եւ ոչ պակաս թշնամություն է անում հենց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ասում է ժողովուրդ ջան, Ռուսաստանի իշխանությունների հետ ես ավելի լավ եմ, իրանք չեն կարողանալու մեզ կռվածնել Ռուսաստանի հետ, իսկ մենք ինչ ենք ասում, մեր երկրի ապագան մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանի տնտեսական վիճակը, սոցիալական վիճակը, մարդու իրավունքների վիճակը, հիմնարար ազատությունների վիճակը, խոսքի ազատություն, ժողովրդավարության հետ ամբողջ փաթեթը նայող մարդը ընտրություն կատարելու ժամանակ կընտրի Ռուսաստանի։ Դուք ինքներդ մտածեք, այսօր ինչ են ասում, իրանք Ռուսաստանի հետ այսօր աշխատում են, բիզնես ունեն, հազարով մի ծրագրեր ունեն, իրենք ցանկանում են Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենան, բայց չեն ցանկանում իրանց երեխաները Ռուսաստանի ազդեցության տակ ապրեն, բայց իրանք ցանկանում են, որ ձեր երեխաները Ռուսաստանի ազդեցության տակ ապրեն, ձեր ընտրությամբ այսօր դուք ընտրեք եւ ձեր երեխաները մնան Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ իրանք այնքան փող ունեն, որ աշխարհի որ երկրում ուզենան կապրեն որևէ խնդիր նրանք չունեն եւ պատահական չի իրանց ինչին էր պետք ուրիշ երկրի քաղաքացիություն կամ ինչներին էր պետք ուրիշ երկրում սեփականություն կամ բիզնեսներ որովհետեւ դա իրանց շատ հարմար է այլ երկրներում ունենալ Ռուսաստանում ինչ որ բան աշխատել, բայց տեղափոխել ուրիշ տեղ, որովհետև դա ավելի երաշխիքային է իրենց համար։ Իսկ ձեր երեխաների համար պետք է մնաք Ռուսաստանի ազդեցության տակ։ Եթե մի քանի հազար դրամով դուք պետք է ընտրեք ռուսամետ ուժին, բա դուք ինչ եք ուզում ձեր երեխան որտեղ հայտնվի։ Դուք ինչն եք վաճառում։ Ասում եք հա դե լավ ոչինչ է հիմա ու ձեզ էլ արդարացնելու համար ասում եք դե այսօր այս երկուսի մեջ հա կռիվը իրանք պետք է հաղթեն բա մենք ինչ անեն դուք ձեզ հարգելով գնացեք ձայն տվեք այն ուժին մասնավորապես եսի նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը որը հստակ ասում է ներկայացնում ենք այլընտրանք որ այլընտրանքա թե այս իշխանությանը թե այս ռուսամետ ընդդիմությանը եւ որևէ պարագայում ձեր ստացած ձայները չի միանա որևէ մեկին ու այն հեքիաթը որ ասում են ձայները կփոշիանա այս կլինի ինչպես է փոշիանալու եթե դուք ձայն եք տալիս մեզ դրա որ մասնա փոշիանում կամ ենթադրենք կարծում եք որ դա իսկապես փոշիանում է որ չփոշիանար դուք ուզում եք ով ընտրվի որ ձայները չփոշիանա միասնական ընտրվի Փաշինյանը թե միասնական ընտրվի ռուսամետ ուժերը երբ որ տեսնում եք որ կռիվը գնում է որ Նիկոլ Փաշինյանն ասում է տեղներդ նստեք հանգիստ ես Ռուսաստանի շահերը ձեզանից լավ կսպասարկեմ ես ոչ ԵԱՏՄ-ին դեմ դուրս կգամ ոչ Ռուսաստանին դեմ դուրս կգամ ոչ էլ մեր մասշտաբը ներում է որ նրանց դեմ դուրս գամ Վերջ, այսինքն դա նշանակում է Ռուսաստան դու ինչ կպահանջես, մենք դա կանենք, որպեսզի հարաբերություն չփչացնենք, բայց ինչի է մենակ Ռուսաստանին վերաբերվում, Ադրբեջանի հետ այդպես չի, խաղաղությունը պետք է լինի փոխշահավետ, այսինքն Ադրբեջանը պետք է այնքան գոհ լինի Հայաստանից, որ ասի դե էլ ինչի սա պետք պատերազմեմ, եթե ինչ որ ինձ պետք է կվերցնեմ խաղաղ պայմաններում բանակցային սեղանի շուրջ կամ ուղղակի պայմանավորվածության արդյունքում բավական է Նիկոլ Փաշինյանը կոտրի ժողովրդի մարտական ոգին մնացած հարցերը տեխնիկայի հարց է դրա համար հստակ ձեզ ասում ենք հարգելիներս պարբերաբար մարդկանց ներկայացնում ենք չհավատակ որևէ մեկին որ գտնում է որ կարող է հանկարծ ձայները փոշիանան դա հատուկ հեքիաթ է նրա համար որ թող կռիվը գնա այս երկու ռուսամետ ուժերի մեջ դուք 21 թվականի խորհրդարանից գոհ եք ուզում եք 26 թվականի խորհրդարանն էլ դա լինի հերթական անգամ բացատրում եմ եթե մեկը ձեզ ասում է որ այո ձայն տվեք մեզ մենք կգանք իշխանության եւ կանենք այս
Բայց հետո դուք գիտեք, որ ձեր ձայնը տվեցիք ու նա իշխանության չի գալու, ուրեմն այն ինչ որ ինքը խոստացել է, դառնում է 0, ոնց որ ձեզ խոստացած 21 թվականին իշխանափոխություն խոստացած Քոչարյանը ինչ արեց, խորհրդարան գնացին, բան չարեցին, գնացին հրապարակ, բան չարեցին, փողոցները չափչփեցին, ոչինչ չարեցին, իրար միավորվեցին, փրկության շարժումներ ստեղծին, ոչինչ չարեցին, եկան նորից խորհրդարան, էլի ոչինչ չարեցին, որովհետև ի սկզբանե իրանք ներկայացրել էին մեզ ձայն տվեք մեզ, հաղթենք ու գնանք մեր ծրագրերն իրականացնենք, ձայնը տվեցին, չհաղթեցին ու իրանց արածը դարձավ 0 Իսկ պարլամենտական համակարգի պարագայում պարլամենտի ընդդիմադիր ուժերը բավական լուրջ դերակատարություն են ունենում օրենսդրական նախաձեռնության հարցում, միջազգային կապերի շնորհիվ Հայաստանը ներկայանալի դարձնելու հարցում, հասարակության հետ աշխատանք տանելու հարցում, քայլ առաջ անելու հարցում, մենք ինչա այսօր համարում ենք, որ մեր խորհրդարանը 21 թվականի քայլ առաջ էր իր որակով Ինչ էր քննարկումները, որ քայլ առաջ ելներ, իրար հայհոյելու, իրար վիրավորելու, մեկը մեկին մեղադրելու, դու թալանեցիր, չէ դու թալանեցիր, բա դու ինձանից առաջ հանձնել ես, չէ դու հանձնեցիր, դու կապիտուլյանտ ես, չէ դու ես կապիտուլյանտ, 5 տարի դա չեք լսել, սա է խորհրդարանի բանավեճի մակարդակը, այս ենք ուզում ունենանք 26 թվականին, դրա համար հարգելիներս, մենք հստակ ասում ենք, ու նրանք ովքեր շատ ծանր են տանում, որ երբ որ ասում ենք ոչ մեկին չենք միանա, դրա համար ուզում են անընդհատ ասեն, չէ, կամ սրա շահերն է սպասարկում, կամ սրա, ու զուգահեռաբար երկուսի անունն էլ տալիս են, կամ ռուսամետ ուժերի, կամ Փաշինյանի, իրանց համար միևնույնն է, ում անունը տան, մենակ թե հանկարծ պատահաբար ժողովուրդը ձայն չտա, որովհետև եթե մենք ունենանք ծանրակշիռ ձայն, նույնիսկ եթե մեծամասնություն չունենանք, երկուսից ոչ մեկը չի կարող մեծամասնություն ունենա երկու թևերը, այդ այս պատճառով շատ հետաքրքիր զարգացումներ կարող է լինել, ցանկացած պարագայում մենք անելիք ունենք, իսկ այն ուժերը, որը ձեզ խոստացել են, ասում են, ձայն տվեք մեզ գանք իշխանության, այս կփոխենք, այն կփոխենք, այն կփոխենք, իսկ դուք նայում եք, որ սոցիոլոգիական ցանկացած հարցման պարագայում նրանք հազիվ կարողանան մտնել խորհրդարան, նրանք ինչ են անելու, եթե 50%-ից ավել չունենան, այսինքն սա խոսում է այն մասին, որ դուք որակյալ խորհրդարան չեք ունենա, եթե դուք մտածում եք, չէ մենք ուզում ենք տանք սրան ձայն, նա կգա ու կարգուկանոն կհաստատի, ու նա էլ չի գալիս, ինչ եք անելու Այդ ձայները կորելու է, այդ ձայները ոչ մի դերակատարություն չի ունենալու, ոնց որ տեսակ ինչ եղավ, ոնց որ տեսակ ձեր աչքի առաջ 5 տարի նույնն եք ուզում, դրա համար մինչև մյուս թեմաներին անցնելը, նորից ուղղակի ձեզ ասեմ, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ձեր բոտիկներին ասեք, տարածեք, ներկայացրեք, իմ ելույթները, Գուրգեն Սիմոնյանի ելույթները, մեր կուսակցության մյուս գործիչների, որոնք տարբեր հարթակներում հանդես են գալիս, որոնց հրավիրում են, գնում են, մասնակցում են, կամ դուք ճանաչում եք նաև մյուսներին, եւ կարողանանք այդ ամեն ինչը անենք, եթե որևէ մեկը ցանկություն ունի, մարդիկ նաև ֆինանսական աջակցություն ունենան, կարող եք նյութի նկարագրական մասում տեսնել բոլոր կարգի փոխանցումները, բանկային փոխանցում, քարտային փոխանցում, արագ փոխանցում, իդրամի տարբերակը, PayPal, Patreon եւ այլ, բոլոր տարբերակները։ Միաժամանակ նաև շատ կարևոր է, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, շատերը նաև այո կազմակերպական հարցերում օգնում են, շտաբում հենց հավաքված են կլնում, գալիս են, տարբեր մարդիկ, ասում են, էս են կարել, են կարել, են կարել, շատ սրտացավոր են, շատ պատրաստականորեն մարդիկ աշխատում են եւ նրանք էլ ովքեր ցանկություն ունեն իրենց աջակցություն ունենան ֆինանսական, դուք տեսնում եք պայքարը ում դեմ է գնում, բայց դա մեզ չի մտահոգում, մենք մեր հարցը անելու ենք, մեր անելիքը անելու ենք եւ ձեր աջակցությամբ ենք անելու եւ պարտավորված ենք զգալու, որ եւ ձեր ձայների շնորհիվ լինելու եւ ձեր աջակցության շնորհիվ լինելու, այնպես որ կարող եք նաեւ փոխանցումներն անել, իսկ եթե մարդիկ Հայաստանի քաղաքացի չեն, դա քանի որ օրենքը արգելում է, մենք օրենք չենք խախտի, բայց նաեւ թե YouTube-յան ալիքը, թե հասարակական կազմակերպությունը, որով աշխատանք ենք տանում, դրանով էլ
օրենքը չենք խախտի, բայց եւ կկարողանանք այդ միջոցները մեր ծրագրերն ու գաղափարները ներկայացնելուն ծառայեցնենք, այնպես որ դուք էլ արդեն հասկանում եք, շատ բաներ չպարզաբանեմ, ինձ թվում է այդ ամեն ինչը պատկերացնում եք ինչ է արվում, ինչքան որ ի վիճակի ենք օգտվում ենք նաեւ պետության կողմից ստեղծված հնարավորություններից, անվճար եթերներից եւ այլ կամ որևէ տեղ պաստառներ, մի խոսքով, էդ էլ եք հասկանում ու նաեւ պատկերացնում եք, թե ինչքան կարեւոր է նաեւ ձեր աջակցությունը։ Հիմա Ռուսաստանի հետ կապված բանն է, որտեղ դեռ էլի էս նախընտրական թեմայի փուլի մեջ է փաստորեն մտնում։ Ռուսաստանի արտգործնախարարության մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևն ինչ է ասում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը։ Համարում են, որ Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները այս կամ այն պատճառով կարող է հայտնվեն Հայաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում կամ այս կամ այն երկրի կողմից Հայաստանին դիմեն, ասեն, այսինչը որ մեր ուշադրության կենտրոնում ա եղել, այդ մարդը գտնվում է ձեր երկրում եւ այդ մարդկանց հանձնեք մեզ, հազար ու մի խնդիրներ կա, մանավանդ մի մասը հանցագործություն ա կատարել, արևմտյան երկրներում, մի մասը Ուկրաինայում պատերազմել է, նրանք պատերազմի հանցագործներ են եւ նրանք շատ հեշտությամբ թափանցում են Հայաստան։ Այսինքն իրանք դեմ չեն, որ այդ մարդիկ հեշտությամբ թափանցեն Հայաստան, բայց դեմ են, որ հանկարծ Հայաստանը նրանց ձերբակալի, բայց քանի որ իրանք օրենք են ընդունել, հիմա այդ օրենքը ձեզ կներկայացնեմ, արդեն մենք պետք է անհանգստանանք, որ այդ մարդիկ Հայաստանում հայտնվեն, ոչ թե իրանք պետք է անհանգստանան, որ իրանց կձերբակալեն։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման երկրորդ եւ երրորդ վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, արտերկրում զինված ուժերն օգտագործելու հնարավորության մասին, նրանց ձերբակալման կամ քրեական հետապնդման դեպքում, այդ թվում միջազգային դատական մարմինների որոշմամբ, որոնց Ռուսաստանը մաս չի կազմում։ Փաստաթուղթը սահմանում է, որ բանակը կարող է օգտագործվել Ռուսաստանի սահմաններից դուրս նախագահի որոշմամբ, մեկնաբանելով փաստաթուղթը Պետդումայի խոսնակ Վիաչեսլավ Վոլոդինը նշել է, որ արևմտյան արդարադատությունը փաստացի դարձել է անցանկալի համարվողների նկատմամբ ճնշման գործիք, եւ այս պայմաններում անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար։ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովն էլ աջակցել է օրինագծի ընդունմանը, նշելով, որ այն նպատակ ունի հակազդել կատաղի ռուսատյացության արշավին։ Մի շարք մեկնաբաններ մտահոգություն են հայտնել, որ նոր օրինագիծն ընդլայնում է ռազմական ուժի կիրառման շրջանակը Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության եւ Արևմուտքի միջև զինված բախման։ Հիմա մենք դառնում ենք թաթերաբեմ, ժողովուրդ ջան։ Առաջինը կարդացինք, որ Հայաստանին էլ են նշում, որ Հայաստանում կարող է ռուսներին ձերբակալեն կամ արտահանձնեն ինչ-որ բան անեն, եւ երկրորդ նշում են, որ այլևս օրենքը ընդունված է եւ իրենց քաղաքացիներին, որ որևէ երկրում հանկարծ ձերբակալեն, կալանավորեն, դատեն եւ իրանք դրա հետ համաձայն չլինեն, իրանք կարող է ուժ կիրառեն եւ իրանք քաղաքացիներին ազատագրեն։ Ուժ կիրառելու համար մենք էլ ունենք 102-րդ բազա, որը որ ինչպես տեսնում եք, Հայաստանի իշխանությունները բացարձակ ցանկություն չունեն Հայաստանից հանելու հետ կապված հարց քննարկելու։ Ինչ եք կարծում, հիմա այս վիճակում, որը որ հիմա կա, սա մեզ համար վտանգ չի, սա մեզ համար սպառնալիք չի, մեռանք ասելով, որ հատուկ ռազմական գործողությանը մասնակցած ռուսաստանցիները ներքին փաստաթղթերով Հայաստան են գալիս, բայց չեք անհանգստանում, որ ինչ կարող է տեղի ունենալ, չէ որ նրանց հաշվառել են, չէ որ նրանց հատ ուկրաինական հատուկ ծառայությունները հաշվառել են դրանց, եւ այդ ինֆորմացիան կարող են տալ նաեւ ուրիշ երկրների, չէ որ նրանք հայտնվելով Հայաստանում փողի մոլուցքով գնացել են կռիվ եւ այդ մարդիկ հետ են գնացել Ռուսաստան, հիմա այնտեղ մարդ են սպանում, որ փող աշխատեն, որովհետեւ սովորել են փողին եւ մարդ սպանելու։ Հիմա ավելի հարմար կհամարեն, ասեն գնացեք ստեղից
ձեզանից ազատվենք, գնացեք ուրիշտեղ ապրուստի միջոց գտեք, ոնց ուզում եք արեք, իսկ այդ մարդիկ, որ հայտնվեն Հայաստանում, մանավանդ որ այս լարված իրավիճակը վտանգավոր է մեզ համար, չէ, դա կանեն այսօր, դա կանեն հետընտրական շրջանում, կապ չունի, մենք ինչի պետք է դրան պատրաստ չլինենք, այսինքն հեշտությամբ Հայաստանում հայտնվող մեկը, որը մեկ ուրիշտեղ որպես պատերազմի հարցագործ հաշվառված է եւ նրա հատուկ ծառայությունները հատուկ օպերացիա են կատարում Ռուսաստանի տարածքում են վերացնում որոշ մարդկանց, ովքեր Ուկրաինայում կռվել են, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները Հայաստանում որևէ մեկին վերացնեն կամ գողանան տանեն կամ չգիտեք ինչ անեն, ում ենք մեղադրելու, պետք է ասենք ինչի սենց եղավ, մենք ինչի մեր դաշտ մտցնենք ուրիշի կոնֆլիկտին չենք մասնակցում, հիմա բերում ենք ուրիշի կոնֆլիկտը մեր դաշտ ենք մտցնում, մանավանդ որ տեսնում եք, որ ցանկացած պարագա կարող են օգտագործել երկրի ներսում անկայունություն առաջացնելու համար, այն դեպքում, երբ որ կարող է անգամ նման բան չկա, բայց ինչպես տեսնում եք, վտանգը կանխարգելիչ արդեն Ռուսաստանից ասում են, Հայաստանը վտանգավոր է, որ կարող է ձերբակալեն եւ մեկ էլ իրանք օրենք են ընդունել ձերբակալվածներին ազատելու համար կարող են զորք կիրառել։ Իսկ Հայաստանի պարագայում դրսից զորքի կարիքն էլ չկա։ Մենք զորքը մեր ներսում պահում, փայփայում ենք, օտարի զորքը։ Հիմա մենք նայենք կարևոր իրադարձություններ նաև Չինաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի եւ Չինաստանի նախագահի հանդիպումը Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի, որտեղ դա շատ կարևոր է, ինչով է գնացել Թրամփը Չինաստան, ինչով է վերադարձել եւ ինչ նախնական պայմանավորվածություններ ունեն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո Վաշինգտոնը եւ Պեկինը համակարծիք են, որ Հորմուզի նեղուցը չպետք է ռազմականացվի եւ դրանով անցնելու համար վճար չպետք է գանձվի։ Չինական կողմը հայտարարել է, որ ինքը չի աջակցում Հորմուզի նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաեւ չի աջակցում անցման համար վճարների գանձման համակարգին։ Դա նաեւ մեր դիրքորոշումն է, ասել է Ռուբիոն։ Իհարկե, շատ զարմանալի կլներ, որ Չինաստանը չցանկանար, որ Հորմուզի նեղուցը բաց լինի եւ նաեւ ցանկանար դրա համար վճարի Իրանին։ Իհարկե, պարզ է, որ ինքը կուզենա անվճար այդ տարածքը անցնի եւ անխոչնդոտ որևէ խնդրեմ չունենա Հորմուզի նեղուցով անցնելու, մանավանդ Չինաստանը այդքան նավթ է գնում հենց Իրանից, ինչի համար պետք է մի հատ էլ Իրանին վճարի։ Այդ հարցում, որ նրանք համակարծիք են, դա նորմալ է, բայց խնդիրն ուրիշ է։ Չինաստանը նաև գտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդդեպի վերահսկողություն չունենա եւ Հորմուզի նեղուցի առիթը օգտագործի ճնշում գործադրի Իրանի վրա, որտեղ այդ ժամանակ արդեն Չինաստանը Իրանի դաշնակիցն է եւ հանդես է գալիս Իրանի շահերի պաշտպանությամբ, հանկարծ չմոռանանք, այս հարցում իհարկե Չինաստանի շահերը համընկնում է, որովհետեւ ինքը չի ուզում փող վճարի եւ ուզում է հանգիստ անցնի, բայց պետք չի ցույց տալ, որ իրանք Ամերիկայի հետ համախոհ են։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդները Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը ընդհանուր լեզու են գտել Իրանի հարցում։ Իրանի հարցում ընդհանուր լեզու գտնելը պետք է լինի նա, որ պատերազմը դադարի։ Իսկ Դոնալդ Թրամփը պատերազմը ոչ կարողանում է ավարտի, ոչ կարողանում է շարունակի։ Եթե պետք է ասի, վայ մեծ աղբեր, Սի Ցզինպին ջան, քո խաթեր հիմա կգնամ պատերազմը դադարեցնելու տարբերակ կգտնեմ, մեզ համար միևնույնն է, թե դա ում խաթեր համար կանի, կարևորը, որ դա դադարի համաձայնության գալ, որպեսզի մենք էլ պատկերացնենք մեր տարածքում խաղաղ գոյակցության պարագայում կկարողանանք այնպես անել, որ կախվածություն չունենանք Իրանը ասի ինչ գործ ունի Ամերիկան ստեղ կամ Ամերիկան ասի դու պետք է ինձ օգնես Իրանի դեմ։ Մենք անիմաստ տեղը ներքաշվենք մի պատերազմի մեջ, որը մերը չի։ Բայց միևնույնն է լուծումը գտնված չի, ինչպես էլ սենց օպտիմիստորեն ներկայացնում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 30 տարբեր առևտրային նավեր համագործակցելով Իրանի իշխանությունների եւ իսլամական համագործակցության կազմակերպության հետ Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ անցել են Հորմուզի նեղուցը։ Իրանի իշխանությունները չինական նավերին Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք են շնորհել Թեհրանի կողմից սահմանված կանոններով։ Բա ուր մնաց Ամերիկայի արգելափակումը։
Ոնց որ թե Ամերիկան ասում էր բացեք նեղուցը, այլապես ես կփագեմ, մինչև դուք չբացեք։ Կփագեմ, մինչև միջուկային պայմանագիր չկնքեք, եթե չէ չեմ բացելու։ Ոնց ա 30 նավը անցել։ Ով ա զիջել։ Եթե անցել է Իրանն ասում է, որ իմ վերահսկողության ներքո եւ իմ համաձայնությամբ ա եղել, բա դեմը պետք է Ամերիկան փակած չլներ։ Հորմուզի նեղուցի իրանք ստերից են փակել, Ամերիկան ավելի հեռվից ա փակել, բա հիմա ուրա ոնց են անցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին այս տարվա սեպտեմբերին այց կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Կրկին շնորհակալություն նախագահ Սի Ցզինպինին այս հիանալի ընդունելության համար եւ այսօր երեկոյան ինձ համար մեծ պատիվ է հրավիրել ձեզ եւ տիկին Փենին այցելել մեզ Սպիտակ տանը սեպտեմբերի 24-ին եւ մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հանդիպանը, ասել է Թրամփը։ Իհարկե ցույց է տրվում, որ շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել, բայց դա այդքան էլ այնպես չի, դրան ենք ծանոթանանք։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն ավարտվել է։ Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը եւ վստահ է, որ ամերիկյան ընկերությունները Չինաստանում ել ավելի մեծ հեռանկարներ կունենան, հայտարարել է Սի Ցզինպինը։ Արտաքին աշխարհի առջև Չինաստանի բաց դռներն էլ ավելի լայն կբացվեն։ Թրամփն իր հերթին հայտարարել է. «Ինձ համար պատիվ է լինել ձեզ հետ, ինձ համար պատիվ է լինել ձեր ընկերը եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լինելու են ավելի լավը, քան երբևէ նախկինում»։ Իհարկե, երբ որ առավոտից երեկո Դոնալդ Թրամփը դեռ աթոռին չնստած ասում էր, որ պետք է մեկուսացնեմ Չինաստանին, ամեն ինչ տանենք Չինաստանի դեմ կռվենք, Եվրոպան չեմ կարող օգնել, որովհետեւ ես լուրջ ծրագիր ունեմ Չինաստանին ճնշելու հետ կապված, ասում էինք, որ դա իրատեսական չի եւ ոչ մի բան էլ չի հասնելու, հիմա գնաց Չինաստան, Իրանի հարցը չլուծած, Իրանի հարցը պայմանավորվում է Չինաստանի միջոցով լուծել, գոնե Չինաստանի խաթեր լուծել, եւ մեկ էլ հաջորդ քայլը առաջանում է Թայվանի հարցը, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նաեւ հեղինակության խնդիր է, բացի այն լուրջ դերակատարությունը, որ Թայվանը ունի ամերիկյան տնտեսության համար։ Բայց դրա համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է. Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է հրահրել Պեկինի եւ Վաշինգտոնի միջև բախման։ Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն կարգավորվի պատշաճ կերպով, երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Եթե ոչ, երկու պետությունները կբախվեն կամ նույնիսկ հակամարտության մեջ կմտնեն, ինչը երկկողմ կապերի ողջ համալիրը կդնի ծայրահեղ վտանգավոր դրության մեջ։ Ինչպես տեսնում եք, այդքան էլ հարթ չի, որովհետև ինչ պետք է անի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թայվանի անվտանգության երաշխավորն է, ինչ է անելու, սկուտերի վրա Թայվանը հանձնելու է Չինաստանին, բա այդ դեպքում իր հեղինակությունը, բա այդ դեպքում բարձր տեխնոլոգիաները, բա այդ դեպքում այդ միկրոչիպերը, այդ դեպքում այդ հսկայական կապը, որ կա Թայվանի հետ, հանկարծ դա գցում ես Չինաստանի ձեռքը, հետո մտածում ես կախվածության մեջ ես ընկնում Չինաստանից, դրա տակից ոնց ես դուրս գալու։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը հավելել է, որ կղզու անկախության ձգտումը եւ տարածաշրջանում խաղաղությունը բացառում են միմյանց։ Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևորագույն գործոն է Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների համար։ Այսինքն Դոնալդ Թրամփը պետք է մտածի, եթե ինքը վճռականորեն պահպանում է հարաբերությունները Թայվանի հետ, իսկ չի կարող չանել, որովհետև դա հեղինակության հարց է եւ շահերի հարց, իսկ եթե դա անում է Չինաստանի հետ, այնուամենայնիվ հարաբերությունները լիարժեք կարգավորել ուղղակի հնարավոր չէ, որովհետև Չինաստանը ասում է առանցքային դերակատարությունը ու պատճառը հենց լինելու է Թայվանի հետ վերաբերմունքը, դրանով ենք չափելու մեր գործընկերությունը։ Իսկ եթե հրաժարվում է Թայվանին պաշտպանել, բացի ամերիկյան հեղինակությունը, որ աշխարհում դա լուրջ վնասներ կկրի, պատկերացնում եք կախվածությունը Չինաստանից։ Իսկ պահելու վտանգը լարվածություն Չինաստանի հետ, որ այսօր Միացյալ Նահանգների նախագահ ձևը չի կարողանում գտնել, որտեղ մի ձև կար գտնելու Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, այն էլ ամերիկան բան չուներ անելու։
Ուկրաինան իր հերթին ամեն ինչ անում է։ Ուկրաինային պետքա զինել անհրաժեշտ զինատեսակներով, մնացածը Ուկրաինան պատրաստ է անել։ Եթե Ուկրաինան հարվածում է, նույնիսկ պատասխան հարված է ստանում, պատասխան հարվածը նահանգները չի ստանում, Ուկրաինան է ստանում, բայց իրանք պատրաստ են այդ հարվածը հասցնել, բայց նույնիսկ այդ պարագայում իրանք այդ զենքերը չեն ստանում։ Նույնիսկ այդ պարագայում, որ Եվրոպան ֆինանսավորում է եւ ասում է տվեք այդ զենքերը Ուկրաինային, այդ պարագայում անգամ նույնիսկ չեն տալիս, առիթն օգտագործելով, թե Իրանում այդ զենքերը մեզ պետք է։ Հետո էլ Դոնալդ Տրամպը մոռանում է, թե ինչ է ասել, ասում է մենք անսահման զենք ունենք։ Բավարար անսահման զենք ունես, ինչի է սահմանափակում փողովել է զենքը վաճառելու հնարավորությունը, որովհետև Պուտինի հետ ցանկանում է նորմալ հարաբերություն ունենալ։ Պուտինի հետ նորմալ հարաբերություն ունեցար, կախվածության մեջ է լինելու Չինաստանից, որտեղ Չինաստան, Ռուսաստան եւ Իրան դրանք հանդես են գալու միասնական ու պատահական չէ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկով Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս, դրա ժամկետները շուտով կհայտարարվեն։ Ինքը ասում է, որ բոլոր բանակցություններն ավարտվել են, հանդիպման հետ կապված մանրամասները քննարկված են։ Այսինքն ուզում է ասի Դոնալդ Տրամփ, դու գնացել ես եկել ես, բայց մի հատ Պուտինը կգնա կհանդիպի եւ կամփոփի այն ինչ որ դու հետները պայմանավորվել ես։ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի։ Իհարկե, եթե Իրանը միջուկային զենքի չտիրապետի, առաջի ուրախը մենք կլինենք, ոչ թե մենակ Չինաստանն ու Իսրայելը։ Լա Իսրայելը հարվածի տակ ալնելու այդ գիտենք։ Մանա Ամերիկան, Իսրայելը, այլև հենց մենք, մեր ինչին է պետք, որ մեր հարևանը միջուկային զենք ունենա։ Մեր ինչին է պետք, որ այդ հարևանը հանկարծակի դուրս չես գալիս, ինչ որ ակտիվ ես Եվրոպայի հետ, բերում ես իմ սահմանի մոտ կամ Ամերիկայի հետ, եւ ինքն էլ, ասենք, միջուկային զենք ունենա, ով պետք է նրան զսպի։ Հոսենց հանգիստ չեն խփելու Իրանին։ Իսկ Իրանն էլ կրոնապետություն է, մի որոշում կայացրեցին, դե արի գնա դեմը առ։ Այնպես որ մենք ինքներս շահագրգռված ենք, որ Իրանը չունենա, բայց դա մեր թեման չի, որ մենք ասենք մենք չենք ուզում, որ ինքը ունենա։ Դա խոշոր խաղացողների թեման է, այնուամենայնիվ, եթե կկարողանան համաձայնության գալով դա անեն, շատ ուրախ կլինենք, բայց առայժմ դեռ այդ փուլին Ամերիկան չի հասել։ Նույնիսկ եթե ասում է Չինաստանն էլ է ինձ հետ համաձայն, միևնույնն է այդ փուլին չի հասել։ Պատերազմի պատճառները վերացված չեն։ Ոչ վերացրել եք Իրանը, ոչ վերացրել եք Իրանի այսօրվա իշխանությունը, ոչ էլ կրոնապետությունը, ոչ էլ Իրանը վերացրել է Իսրայելը, որևէ բան լուծված չէ։ Ինչ թուղթ ուզում ես ստորագրի կամ ժամանակավորապես դադարեցրու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի անցման համար, եթե նրանք համագործակցեն Իրանի ռազմածովային ուժերի հետ։ Ահա հայտարարություն անում արտգործնախարարության մակարդակով։ Լայն խոսում էին 30 նավի մասին, որ ասում են, որ իրանք թողել են։ Այսօր պաշտոնական հայտարարություն։ Հորմուզի նեղուցը բաց է։ Դուք բան հասկացաք սրանից։ Բա ոնց որ Հորմուզի նեղուցը Ամերիկան փակել էր, որպեսզի դրանով ստիպի գնալ բանակցության։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի, որքանով պատրաստ ենք մեր ողջ ուժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքան պատրաստ ենք հետամուտ լինել եւ պահպանել դիվանագիտությունը։ Ճշմարտությունն այն է, որ Իրանը, ինչպես շատ անկախ երկրներ, զոհ է դարձել անօրինական ծավալապաշտության եւ պատերազմ հրահարելու քաղաքականության։ Սրանք այլանդակ երևույթներ են, որոնք տեղ չունեն այսօրվա աշխարհում։ Նրանք, ովքեր ձգտում են անխոհեմ արկածախնդրությունների, դեռևս կարծում են, թե այդ գործողությունները բխում են իրենց աշխարհաքաղաքական շահերից։ Սակայն ինչպես այսօր հասկացել են ազգերն ու կառավարություններն ամբողջ աշխարհում, տարածաշրջանային անկայունությունը պարտություն իրավիճակ է բոլոր կողմերի, այդ թվում հենց ագրեսորների համար։ Այժմ բոլորի համար պետք է պարզ լինի, որ Իրանն անհաղթելի է եւ ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր եւ միասնական, քան նախկինում։ Այդ այդպես չի, որ Իրանը ասենց ասես, դա այդպես էլ ընդունեցինք, բայց եւ միևնույն ժամանակ լավ տեսնում ենք, որ Ամերիկային չի հաջողվում Իրանին ծնկի բերել, չէ՞, կներեք։ Նշանակում է, այդ հարցը մեզ համար էլ նույնպես շատ կարևոր, որ լուծումը գտնվի։ Եվ ինչպես տեսնում եք, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Եվրամիությունն այժմ փաստացիորեն, ուղղակիորեն մասնակցում է պատերազմին Կիևյան ռեժիմի կողմից եւ ավելի շուտ հանդիսանում է Ռուսաստանին ջախջախիչ հարված հասցնելու, ջախջախիչ պարտության մատնելու գաղափարի ջատագովը։ Իհարկե նման մոտեցմամբ դժվար թե հնարավոր լինի հավակնել միջնորդության։ Այսինքն Եվրոպային չեն դիտարկում որպես միջնորդ։ Չէ դիտարկեք։ Եվրոպան էլ իրան չի կոտորում որպես միջնորդ հանդես գալ, ուղղակի ասում է չի լինի խաղաղության առանց մեր մասնակցության։ Նա չի խոսում միջնորդության մասին, նա խոսում է ուղղակի ասում է ես պաշտպանում եմ Ուկրաինայի շահերը, եթե կնստեք բանակցային սեղանին, մենք պետք է մասնակից լինենք։ Հարթակ չենք տրամադրում, որ դուք իրար հետ բանակցեք, դա կարող են ուրիշները անել։ Մենք ուղղակի մասնակից պետք է լինենք Եվրոպայի ճակատագրին եւ Ուկրաինայի ճակատագրին։ Իսկ ելի վերադառնալով Հայաստանին, երբ որ մենք տեսնում ենք ինչա քննարկվում, այսօր առավոտից երեկո այդ նախընտրական ամբողջ շրջանում նորից խոսում են Արցախի հետ կապված հարցում, պետք է էս անենք, մեկը ասում է պետք է գնանք հետ բերենք, մեկը իրավունքների եւ անվտանգության հարցը լուծենք, իշխանություններն ասում են ամեն ինչ փակված է, մենք այդ տեսակետները տեսնում ենք, իհարկե այս ծայրահեղ կարծիքներից որևէ մեկը մեզ համար ընդունելի չի, ոչ իշխանության կողմից փակված լինելը, ոչ էլ նրանց կողմից ցայն տվեք մեզ գնանք հետ բերենք կամ ինչ որ մարդիկ էլ ասում են վարձկաններ հավաքենք գնանք կռվենք էս անենք այն անենք իհարկե այս երկուսն էլ իրատեսական չի դա ընդհանրապես ժողովրդի էմոցիաների համար է իրականում պետք է մտածել որ այո Արցախի հարցը փակված չէ եւ Արցախի հարցը փակված չլինելով նաեւ պետք է լուծել իրավունքի եւ անվտանգության հարցը մինչեւ բարենպաստ իրավիճակ գա որ այդ իրավունքի եւ անվտանգության հարցը Ադրբեջանին պարտադրվի նաեւ միջազգային հանրության կողմից երբ որ կունենանք նոր աշխարհակարգ բայց ամեն դեպքում հարցը պետք է տաք պահել բայց ինչի մենք հանգեցինք նրան որ տենց հեշտությամբ 44 օրյա պատերազմ տեղի ունեցավ ինչի այդպես եղավ որ մենք կարծում էինք որ մի քանի օրում կդադարի չդադարեց ինչպես եղավ որ ագրեսորը դարձավ Հայաստանը ոչ թե Ադրբեջանը որը ինքն էր պատերազմ հրահարել չէ որ պատերազմից առաջ արդեն Ադրբեջանը գիտեր որ իրան ագրեսոր չեն համարում պատերազմից հետո մեր պարտությունից հետո արդեն այդ ամեն ինչը սրբագրեց ու ամրագրեց Փաշինյանը բայց մինչև Փաշինյանն էլ չէ կար նպաստավոր վիճակ որ այդպես տեղի ունենար ու երբ որ այդ ամեն ինչը ներկայացնում էին ոնց որ այսօր Փաշինյանի զիջողական քաղաքականության մասին ենք ասում են դե հերիք այլի հասկացանք այս մարդը մի լավ բան չի արել հիմա նույնն էլ այն ժամանակ էին չէ ասում բայց այն ժամանակվա սխալները այսօր մեր առաջ եկավ այսօրվա սխալներն են վաղնա մեր առաջ գալու դրա համար սա անցյալ չի սա մեր ապագան է եթե դասեր չքաղենք պատմությունից Facebook ուղղակի հիշեցեց 2014 թվականի մայիս այսինքն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարում է Ղարաբաղյան պատերազմի պահեստապետը։ Իհարկե լավ գիտեք, որ պատերազմի թեժ ժամանակ Սերժ Սարգսյանին դուրս արեցին Ղարաբաղից, ինքը գնաց Մոսկվա եւ մատակարարման հարցերով էր զբաղվում եւ դրա համար հետագայում էլ պատերազմի հետ կապված ոնց ներկայացնում էր, ոնց որ հաղթողը ինքն էր, բայց ուղղակի թեժ պահին ինքը ուղղակի պահեստապետ էր աշխատում դրա համար ես ուզում եմ որ մարդիկ հիշեն ինչա տեղի ունեցել թե չէ մոռացել են այդ անցյալը մտածում են շատերն է տեղյակ չեն լավ կարող է մի բան էլ մենք մոռանանք բայց Facebook-ը չի մոռանում մեզ հիշեցնում է բարեխղճորեն օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հնչեցրեց ԱՄՆ կառավարության պաշտոնական տեսակետը Ղարաբաղի հարցում ինչն իմ կարծիքով պետք է մեզ խիստ մտահոգի իհարկե Պալատական սազանդարները կփորձեն համոզել, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ ոչ հայանպաստ այդ ձևակերպումները նորություն չեն, բայց չպետք է մոռանալ, որ նորությունը հենց աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում ԱՄՆ-ի կողմից դիրքորոշումը պնդելն է, որը հնչում է համարյա որպես ուլտիմատում, բայց ինչ էր փոխվել 14 թվականին Հայաստանը ողջունում էր Ղրիմի օկուպացիան Այս սա է 14 թվականի մայիսը բա ինչ էր Փաստն այն է որ Ղարաբաղյան պատերազմի փառահեղ հաղթանակի 20-ամյակի նախաշեմին Սերժ Սարգսյանի ձախողված արտաքին քաղաքականության պատճառով մեծ զիջումներ են պարտադրվում Կարծում էիք արևմտյան ապտակի տեսքով պատասխանը պետք է ուշանար երբ
Մեր իշխանությունները շուրջ 4 տարի Եվրամիության հետ խաղեր էին խաղում, հավատարմության երդումներ շռայլում, սակայն հաշված ժամերի ընթացքում այդ բոլորը հոդս ցնդեց, ու Սերժ Սարգսյանն արդեն մեկ այլ ուժի կենտրոնում Մոսկվայում այլ հավատարմության երդում էր տալիս։ Դե լավ եք հիշում 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելը, իսկ 14 թվականին արդեն նախապատրաստական աշխատանքներն արվեց, որ 15 թվականի հունվարի 2-ին Հայաստանը դառնա ԵԱՏՄ անդամ։ Լավ, ինչպես բացատրենք մեր իշխանավորներին, որ այլևս չենք կարող օգտվել գերտերությունների ու աշխարհի ուժի կենտրոնների հակասություններից, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես անձնական շահով, որն էլ մշտապես խորը հակասության մեջ է Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերի հետ։ Արևմուտքը ցանկանում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից և այդ առիթով հիշել է Ադրբեջանին, իսկ վերջինիս մեծ եղբայր Թուրքիային, որն այժմ լիովին մտել է ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակցի կերպարի մեջ։ Սերժ Սարգսյանը խաղի մեջ մտցրեց իր ապաշնորհ նախաձեռնության արդյունքում ֆուտբոլային դիվանագիտության միջոցով, ու չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանություններն էլ գտնում էին, որ Թուրքիան պատերազմին չի մասնակցելու և չի աջակցելու Ադրբեջանին, հաշված ամիսների ընթացքում ու օրերի ընթացքում Թուրքիան տեսանք ոնց մասնակցեց։ Արևմուտքի հետ տարիներ շարունակ խաղեր տալուց հետո Մաքսային միություն մտնելը բացատրվեց Ղարաբաղի անվտանգության։ Հիմա հարց է առաջանում, թե արդյոք անվտանգ դարձավ Ղարաբաղը փոխլրացնող քաղաքականությունից նախաձեռնողականին անցնելու արդյունքում։ Սենեկան ասել է, ոչ մի քամի չի կարող համընթաց լինել, եթե չգիտես, թե ուր ես լողում։ Մեր դեպքում բոլոր քամիներն էլ առիթից առիթ խփում են մեր ճակատին, քանի որ Հայաստանը Սերժ Սարգսյանն է ներկայացնում, որը ոչ մի տեղ էլ չի գնում, ուղղակի աթոռը գրկած տեղից տեղ է տեղափոխվում։ Լավ էլ ինչ կատարվի, որ խելքի գանք ու փողոց դուրս գանք պայքարի։ Սպասում ենք Ղարաբաղը Գյուլիստանով Ռուսաստանին անցնի, թե Կավբյուրոյի որոշումով Ադրբեջանին, իսկ գուցե նախագուլիստանյան Պարսկաստանին ներողություն, ով արդեն ԱՄՆ-ի հետ նոր որակի խաղ է սկսել մեր տարածաշրջանում։ Հիշում եք Գյուլիստանի խաղերն էլ Զորի Բալայանի, որ ասում է եկեք տեր կանգնեք, վերցրեք թե Հայաստանը, թե Արցախը, Ռուսաստան դա քոնն է, ինչի չես տեր կանգնում, և այս ամեն ինչը մեր գլխով անցավ, և ասում էին գոնե մտնենք Մաքսային միություն, ԵԱՏՄ, որպեսզի Արցախի անվտանգությունը պահենք։ 15 թվականին մտանք, 16 թվականին քառօրյա պատերազմն եղավ։ Ասում ենք տնտեսական կառույց մտնելով ոնց ենք անվտանգության հարց լուծում, ասում են դա տնտեսական կառույցի ղեկավարը Ռուսաստանն է, Ռուսաստանի հետ որ լավ ելնենք, ոչ մի պրոբլեմ չի լինի։ Այս ամեն ինչով եկանք մտանք, բայց երբ որ ասում ենք փողոց դուրս գանք Սերժ Սարգսյանին տապալենք, Նիկոլ Փաշինյանը դարձավ Սերժ Սարգսյանի ընդդիմությունը և դուրս եկավ ընդդիմության դեմ ու ասեց, որ այս ամեն ինչը կեղծորակարգ է, մի խոսքով ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանին պաշտպանի։ Արդյունքում ունենք սա, ժողովուրդ ջան։ Դե ինչ, եթե չենք ուզում խելքի գալ, այս նույն բանին ենք հանգելու, ինչը որ զգուշացված էր դեռ 14 թվականին։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք և դատեք ինքներդ։ Շնորհակալություն։